Իշխան Մամոյանը Գյումրու բժշկական կենտրոն է բերվել նոյեմբերի 15-ի երեկոյան, նա հիվանդանոց է տեղափոխվել Մարալիկի շտաբ բուժօգնության մեքենայով։ Վիճակը զննման պահին մասնագետները գնահատել են բավարարին մոտ։ Ցախ ծնկան հոդի, միջային կաբանի եւ խաչաձև կաբանների վնասում։ Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է, այժմ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում։ Պետք է կատարվի վիրահատություն, ռեկոնստրուկտիվ վիրահատություն։ Հիմա վիճակը բավարար է։ Վրաերթի ենթարկված 40-ամյա հովիվն ազգությամբ եզդի է, ունի կին, 2 երեխա, 3 տարի է, պահում է Ասադ Կալոյանին պատկանող ոչխարները։ Ստանում է ամիսը 150,000 դրամ աշխատավարձ։ Ամեն տարի այս ժամանակահատվածում նա 1500 հատ ոչխար իջեցնում է Սարից դեպի գյուղ։ Այդ նպատակով 4-ից 5 օր ճանապարհ են անցնում, նոյեմբերի 15-ն էլ այդ օրերից երրորդն էր, երբ կատարվեց դեպքը։ Համասյար գալում ենք, սերգիրը գիշերը գալում ասկտան գյուղը։ Հասանք տնասը մոդը, տնասը ժամեր եկան տնասը։ Ես ոչխար դարձեցի, տեսա ավտոկանավ, որ խոտ տվեց, եկավ ուժեղ եկավ, ու դա ոչխարի մեջ է, ես է փախա, ոչխարը եկավ վրես։ Իշխանը նշում է, որ աշխատանքը դժվար է, մտադրվել էր եկող տարվանից չշարունակել գործը, Վրաերթի վերաբերյալ մանրամասներ չի հիշում, ասում է ամեն ինչ ակնթարթային է եղել, սակայն հիշում է, որ իրեն հարվածած ավտոմեքենայի վարորդն իր օգնությունն է առաջարկել եւ կանչել է շտաբ բուժօգնության աշխատակիցներին։ Մենք Սարից գալու ենք գյուղ։ Սիրը կամ ես տունը հերս չտեսել եմ։ Եկա նս եղավ քրխիս։ Գնացած ես ինքերը չտեսել եմ ոնց կաներ դիքած կաները ինչ կրդավի եղել են չգիտեմ։ Վրաերթի հետևանքով տուժել են նաև ոչխարները, վնասը բավականին մեծ է, մոտ 50 կենդանի սատկել է եւս 4-ը վնասվել։ Ես ընդդեմ եղավ չեմ։ Հիմա ես նս գախս եղել է։ Շոպեն ուշքտել իմ ջեմի քաշի։ Յա հերիսից։ Ինչ գործին ես նույն ժամին ես գիշեր ուշքա քշի։ Դերյան ջեմի քաշի։ Նարա Մելքոնյան, Նազելի Էլբակյան, Արթուր Մարգարյան, Գյումրիից ժամը լրատվականի համար։